Եթե այս ամռան համար իդեալական թխուկ եք փնտրում, ուրեմն հենց հիմա պահպանեք տեսանյութը, որ անպայման թխեք։ Դե ինչ, մեզ անհրաժեշտ է պիսոչնի խմոր։ Թխված կաբլիթային խմոր, ինչպես կուզեք անվանեք։ Նախ խմորը բացում ենք, հետո ձևամանի չափով կտրում, տեղավորում ենք նախապես յուղապատած ձևամանի մեջ, եզրերը մի փոքր բարձրացնում ենք, պատարակաղով ծակծկում ենք, որպեսզի խմորը չուռի, չենք մոռանում ձևավորել եզրերը։ Միջուկի համար կատնաշոռի վրա ենք ավելացնում, շաքարավազ ենք լցնում, վանիլ, շաքարը կարող եք կարգավորել ըստ ձեր ճաշակի։ Այստեղ ավելացնում ենք սերուցքային պանիր եւ հարիչի օգնությամբ հարում, մինչև մասսան միասեռ դառնա։ Լցնում ենք մեր խմորի վրա, հարթեցնում ենք գեղեցիկ, ինչքան հնարավոր է հարթ։ Սեզոնային ամենահամեղ ու քաղցր հատապտուղները լավ լվանում ենք, հետո բաժանում երկու մասի ու տեղավորում ամբողջ կարկանդակի երեսով մեկ։ Թխում ենք 190 աստիճանում մոտավորապես 25 րոպե։ 25 րոպե անց թողնում ենք մի փոքր հովանա եւ վայելում ենք։ Խմորը ուղղակի հալվում է բերանում, ունի ընդգծված ելակի համ եւ նուրբ սերուցքային միջուկ։ Պարտադիր թխեք, շատ համեղ է։